Ինչպես մկրտվել Սուրբ Հոգով եւ աղոթել լեզուներով։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսօր առավոտյան ինձ զանգահարեցին եւ մի շատ կարեւոր հարց տվեցին։ Ինչպես մկրտվել Սուրբ Հոգով։ Ինչպես Պենտեկոստեի օրը, ինչպես աղոթել լեզուներով։ Այս հարցի պատասխանը մենք չենք ուզում կառուցել որևէ հարանվանության, եկեղեցական ավանդույթի կամ նույնիսկ անձնական փորձառության վրա։ Եկեք բացենք Աստվածաշունչը եւ տեսնենք, թե ինչ է ասում Աստծո խոսքը։ Սուրբ Հոգին պարզապես զորություն չէ, զգացողություն կամ ազդեցություն չէ։ Սուրբ Հոգին անձնավորություն է, Աստված է։ Գործ Առաքելոց 5-րդ գլխի 3 եւ 4-րդ գլխում, երբ որ կարդում ենք Անանիայի եւ Սաֆիրայի պատմությունը, Պետրոս Առաքյալն ասում է. ինչու սուտ խոսեցիր, ոչ թե մարդկանց սուտ խոսեցիր, այլ Աստծուն։ Եվ այստեղ տեսնում ենք, որ Սուրբ Հոգին Աստված է։ Սուրբ Հոգին խոսում է, Գործ Առաքելոց 13:2-ը, սովորեցնում է, Հովհաննես 14:26-ը, առաջնորդում է, Հռոմեացիների 8:14, կարող է նաև տրտմել, Եփեսացիների 4:30-ը, Սուրբ Հոգին ծածուկում լացվում է մեր հպարտությունների համար, Երեմիա 13:17-ը, եւ հոգեվոր պարգևներ է բաժանում, ինչպես որ Սուրբ Հոգին է կամենում։ Առաջին Կորինթացիս 12:11-ը։ Ուրեմն մենք այսօր պարզապես պարգև չենք փնտրում։ Մենք փնտրում ենք պարգև տվողին։ Մենք խոսում ենք Աստծո Սուրբ Հոգու մասին։ Երկրորդը աղավնու գեղեցիկ խորհրդանշական պատկեր։ Այստեղ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի գեղեցիկ պատկերով։ Սա չեմ ներկայացնում որպես Աստվածաշնչի ուղղակի վարդապետություն, այլ որպես խորհրդանշական պատկեր, որը մեզ կարող է օգնել տեսնելու մի գեղեցիկ հոգևոր ճշմարտություն։ Հիշում եք Նոյին։ Ջրհեղեղից հետո Նոյը տապանից աղավնին արձակեց ծննդոտ 8-րդ գլուխը, երբ որ կարդում ենք 8-9 համարները, մենք տեսնում ենք, որ աղավնին դուրս եկավ եւ ասում կտրավ եւ ոտքը դնելու տեղ չգտավ։ Հետո երկրորդ անգամ 7-րդ օրը, այսինքն թռավ, ձիթենու պտուղը բերանին հետ եկավ եւ նորից 7 օր պայեց եւ 21-րդ օրը, այսինքն 3-7-րդ օրը թողեց եւ գրված է, որ աղավնին թռավ եւ այլևս չվերադարձավ։ Աստվածաշունչը մեզ չի ասում, որ Նոյի այդ աղավնին հենց Սուրբ Հոգին էր։ Բայց երբ հասնում ենք Նոր Կտակարանում, տեսնում ենք մի զարմանալի պատկեր։ Հիսուսը մկրտվում է Հորդանանում, Մատթեոս 3:16-17 համարը, եւ ինչ է կատարվում, գրված է, որ եւ Հիսուսը մկրտվեց, իսկույն ջրից դուրս եկավ եւ ահա երկինքը բացվեց նրա համար եւ նա տեսավ Աստծո Հոգին, որ աղավնու պես իջնում էր, գալիս էր նրա վրա եւ ահա երկինքից մի ձայն ասեց. «Սա է իմ սիրելի որդին, որին հավանել եմ»։ Բայց Հովհաննեսը մի շատ կարևոր մանրամասն է ավելացնում առաջի գլուխ 32-ում, տեսեք, տեսա Հոգին, որ աղավնու պես երկինքից իջնում էր եւ մնում նրա վրա, մնում։ Ուշադրություն դարձրեք այս խոսքը, մնում էր նրա վրա։ 5 Կտակարանում բազմիցս տեսնում ենք, որ Աստծո Հոգին, կարծես այդ աղավնին Նոյան տապանից դուրս եկած, անցավ բոլորի վրայով, բոլոր մարդկանց վրայով, Աստծո ծառաների, հատուկ նա գործում էր Մովսեսի միջոցով, գործում էր դատավորների միջոցով, գործում էր Դավիթի միջոցով, մարգարեների միջոցով, բայց Հիսուսի մասին Հովհաննեսը ասում է. Ես տեսա Հոգին եւ նա մնաց նրա վրա։ Եվ այստեղ ինձ համար մի գեղեցիկ խորհրդանշական պատկեր կա։ Նոյի օրերում աղավնին հանգստանալու տեղ չէր գտնում։ Բայց Հորդանանում մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին, Աստծո անարատ, անմեղ որդուն եւ Սուրբ Հոգին աղավնու պես իջնում է նրա վրա ու մնում է նրա վրա։ Կարծես վերջապես կա կատարյալ մեկը, որի վրա Հոգին կարող է հանգչել։
Կրկնում եմ, սա խորհրդանշական պատկեր է, ոչ թե պնդում, թե Նոյի աղավնին բառացիորեն Սուրբ Հոգին էր, բայց այդ պատկերը մեզ տանում է մի շատ գեղեցիկ ճշմարտության։ Սուրբ Հոգին փառավորում է Հիսուսին։ Հիսուսն ասաց Սուրբ Հոգու մասին։ Հովհաննես 14-ի ներողություն 16-ի 14 խոսքում նա ինձ պիտի փառավորի։ Ուրեմն որտեղ գործում է Սուրբ Հոգին, այնտեղ Հիսուսն է բարձրացվում։ Երրորդը Սուրբ Հոգին եւ Աստծո խոսքը։ Հովհաննեսի ավետարանի հենց սկզբում կարդում ենք. սկզբում էր խոսքը եւ խոսքը Աստծո մոտ էր եւ խոսքը Աստված էր։ 14-րդ համարում եւ խոսքը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է բանը, խոսքը, դրանք նույնն են։ Այդ բանը խոսքը Հիսուս Քրիստոսն է։ Այստեղից մենք կարող ենք հասկանալ եւս մեկ կարևոր սկզբունք։ Սուրբ Հոգին երբեք չի հակասում Աստծո խոսքին։ Նա երբեք չի առաջնորդում այնտեղ, որտեղ Աստծո խոսքը արգելում է։ Սուրբ Հոգին գալիս է միշտ այնտեղ, որտեղ Տեր Հիսուսն է։ Նա երբեք իրեն չի փառավորում Հիսուսին մի կողմ թողնելով։ Սուրբ Հոգին բացահայտում է եւ փառավորում է Հիսուս Քրիստոսին։ Ուստի երբ Աստծո խոսքը բնակվում է մարդու սրտում, երբ մարդը հավատքով ընդունում է Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգին սկսում է գործել այդ մարդու կյանքում եւ այդ մարդը դառնում է Սուրբ Հոգու տաճար։ Սակայն այստեղ էլ պետք է զգուշ ձևակերպենք։ Մենք չենք ասում, որ Սուրբ Հոգին գալիս է մարդու վրա պարզապես այն պատճառով, որ մարդը Աստվածաշնչից բառեր գիտի։ Ոչ։ Փրկությունը կենթանի հավատքով Հիսուս Քրիստոսի պատկանելն է։ Չորրորդը Հիսուսը խոստացված Սուրբ Հոգու զորությունն է։ Հիսուսը հարությունից հետո իր աշակերտներին ասեց Գործ Առաքելոց 1:4 եւ 5 համարներում. սպասեք հոր խոստմանը, որովհետեւ Հովհաննեսը ջրով մկրտեց, բայց դուք շատ օրեր հետո Սուրբ Հոգով կմկրտվեք։ Այնուհետեւ ասաց Գործ Առաքելոց 1:8-ում, բայց դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին կգա ձեր վրա եւ իմ վկաները կլինեք։ Ուշադրություն դարձնենք, Հիսուսը չասեց Սուրբ Հոգին կգա, որպեսզի դուք պարզապես արտասովոր զգացողություններ ունենաք։ Նա ասաց. զորություն կստանաք իմ վկաներ լինելու համար։ Սուրբ Հոգու զորության նպատակը, գալու նպատակը միայն այն չէ, որ ես ինչ-որ բան զգամ։ Նա զորացնում է ինձ Հիսուսի համար, ապրելու սուրբ կյանքով, քայլելու եւ Քրիստոսի վկան լինելու։ Հինգերորդը, ինչ տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը։ Գործ Առաքելոց երկրորդ գլուխը սերներ աշակերտները միասին էին։ 120 հոգի հավաքվել էին։ Հանկարծ երկնքից ուժեղ քամու նման ձայն եկավ։ Կրակի նման բաժանվող լեզուներ երևացին նրանց։ Եվ գրված է Գործ Առաքելոց 2:4-ում, եւ բոլորը Սուրբ Հոգով լցվեցին ու սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Ուշադրություն դարձրեք, նրանք խոսեցին, բայց Հոգին էր տալիս։ Սուրբ Հոգին չէր խոսում նրանց փոխարեն այնպես, որ մարդն ընդհանրապես կամք չունենար։ Նրանք բացեցին իրենց բերանը եւ սկսեցին խոսել, իսկ Հոգին տալիս էր նրանց խոսելու կարողությունը։ Պենտեկոստեի օրը տարբեր ազգերից մարդիկ ասում էին Գործ Առաքելոց 2:8-ը, ինչպես ենք մենք ամենս լսում, որ մեր սեփական լեզվով են խոսվել, որի մեջ մենք ծնվել ենք։ 11-րդ համարում լսում ենք նրանց մեր լեզուներով Աստծո մեծամեծ գործերի մասին խոսելիս։ Այդ օրը Աստված գերբնական կերպով նրանց տվեց լեզուներ, որոնք նրանք չէին սովորել։ 6-րդ, ինչ է լեզուներով աղոթքը։ Հետագայում Պողոսը խոսում է նաև Աստծուն ուղղված լեզուներով խոսելու մասին։ Առաջի Կորինթացիս 14-րդ գլուխ 2-րդ խոսքում գրված է. ով լեզուներով է խոսում, մարդկանց չի խոսում, այլ Աստծուն, որովհետև ոչ ոք չի հասկանում նրան,
բայց նա հոգով խորհուրդներ է խոսում։ Ուշադրություն դարձրեք, սերիներ, ում է նա խոսում։ Աստծուն։ Պողոսը շարունակում է առաջի Կորինթացիս 14-ի 14 համարը. Եթե ես լեզվով աղոթեմ, իմ հոգին է աղոթում, բայց իմ միտքը անպտուղ է մնում։ Եվ հետո ասում է առաջի Կորինթացիս 14-ի 15-ը. ուրեմն ինչ, աղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, կերքեմ հոգով, կերքեմ նաև մտքով։ Սա շատ գեղեցիկ հավասարակշռություն է։ Կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով։ Մեկը մյուսին չի վերացնում։ 7. Սուրբ Հոգին օգնում է մեր աղոթքին։ Հռոմեացիս 8-րդ գլխում, երբ որ մենք կարդում ենք Հռոմեացիս 8-րդ գլխում, եւս մի հրաշալի ճշմարտություն կա 26-27 համարները։ Նմանապես Հոգին էլ օգնում է մեր տկարություններին, որովհետև չգիտենք թե ինչպես պետք է աղոթենք, բայց ինքը Հոգին բարեխոսում է մեզ համար անարտահայտելի, անհասկանալի sense կարելի ասել, հառաչանքներով, որովհետև Աստծու կամքի համաձայն բարեխոսում է սուրբերի համար, այսինքն մեզ համար անհասկանալի։ Կամ պահեր, երբ բարերով գիտենք ինչ աղոթել, բայց լինում են պահեր, երբ բարերը այլևս չեն բավականացնում։ Դու չգիտես ինչ խնդրել, չգիտես ինչպես արտահայտել սրտիդ ծանրությունը, բայց Սուրբ Հոգին գիտի, սիրելիներ, նա օգնում է մեր տկարությանը։ Այստեղ նույնպես կարող է աստվածաշնչյան ճշգրտություն։ Հռոմեացիս 8:26-ի անարտահայտելի հառաչանքները Պողոսը ուղղակիորեն չի անվանում լեզուներով խոսելուն աղոթքին։ Ուրեմն մենք չենք կարող ասել, որ այս համարը հենց լեզուների պարգևի սահմանումն է, բայց այն հստակ ցույց է տալիս Սուրբ Հոգու խոր աշխատանքը մեր աղոթքի մեջ։ Եվ սա հրաշալի կերպով լրացնում է Պողոսի խոսքը։ Կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով։ 8. Եթե լեզուներով չեմ աղոթում, Սուրբ Հոգի չունեմ, այդպեսի հարց է։ Շատերն են ասում, եթե լեզունով չեմ աղոթում, Սուրբ Հոգի չունեմ։ Ոչ, սիրելիներ, դա ճիշտ մտածելակերպ չէ։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Աստվածաշունչը մեզ իրավունք չի տալիս նայել մեկ ուրիշ հավատացյալի եւ ասել. դու լեզուներով չես խոսում, ուրեմն Սուրբ Հոգի չունես։ Դա սխալ մտածելակերպ է, արտահայտություն է։ Պողոսը հարցնում է Առաջի Կորինթացիներից 12-րդ գլխում 29-30 համարներ, եթե չեմ սխալվում, միթե բոլորը առաքյալներ են, միթե բոլորն են լեզուներով խոսում, միթե բոլորն են թարգմանում։ Ակնկալվող պատասխանը ոչ բոլորը։ Ինչու՞։ Առաջի Կորինթացիների 12-11-ը այս ամենը միևնույն Հոգին է գործում, յուրաքանչյուրին առանձին բաժանելով, ինչպես որ ինքն է կամենում, ոչ թե մենք, այլ ինքն է կամենում։ Լեզուների պարգևը իրական է, սերիներ, բայց Սուրբ Հոգու ներկայության միակ ապացույցը չէ։ Հռոմեացիների 8:9-ում գրված է. եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Իսկ Եփեսացիներից 1:13-ը ասում է, որ հավատալով Քրիստոսին, հավատացյալները խոստացված Սուրբ Հոգով կնքվեցին։ Ինչպես հավատալով Հիսուսին։ Ուրեմն հարցը միայն սա չէ, լեզուներով խոսում եմ, հարցրու նաև պատկանում եմ Հիսուսին, Սուրբ Հոգին փոխում է իմ կյանքը եւ ավելի նմանվում եմ Քրիստոսին։ 9. Պարգևը կարևոր է, բայց մի մոռացիր պտուղը։ Գաղատացիների իմ սիրելի տեղերից է, սիրելիներ, 5-րդ գլուխը 22-23-ը հոգու պտուղն է, սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն։ Կարող ես լեզուներով խոսել, բայց սիրում ես, ներում ես, հեզանում ես, մեղքի դեմ պայքարում ես, քո բնավորությունը փոխվում է։ Սուրբ Հոգին միայն մեր լեզուն չի ուզում օգտագործել, նա ուզում է ղեկավարել մեր ամբողջ կյանքը, մեր հոգին շունչը եւ մարմինը։ Մենք ուզում ենք եւ հոգու պարգևները եւ հոգու պտուղները։ 10.
Կարող եմ փափագել լեզուներով աղոթելուն։ Այո։ Պողոսն ասում է առաջի Կորինթացիս 14:1-ը. հետամուտ եղեք սիրուն եւ նախանձախնդիր եղեք հոգեվոր պարգևներին։ Եվ 39-րդ համարում լեզուներով խոսելը մի արգելեք։ Ուրեմն երկու ծայրահեղությունից էլ պետք է հեռու մնանք, զգուշանանք։ Ռուսեն լավ խոսք է, զալատայա սերեդինը։ Սխալ է ասել լեզուներով խոսել չկա կամ պետք չէ։ Բայց սխալ է նաև ասել, եթե լեզուներով չես խոսում, Սուրբ Հոգի չունես։ Աստվածաշնչյան հավասարակշռությունը սա է։ Մի արհամարիր պարգևները, մի արգելիր լեզուները, փափագիր հոգևոր պարգևներին, բայց մեկ պարգևը մի դարձրու բոլոր հավատացյալների չափանիշը։ 11-ը Ինչպես լցվել Սուրբ Հոգով։ Այսօրվա հարցի պատասխանը Եփեսացիս 5:18-ում գրված է. լցվեք հոգով։ Ինչպես։ Հովանու ավետանը երբ որ կարդում ենք 7-րդ գլուխը 37 ասում է. ով ծարավացներ, ով ծարավ է, թող գա։ Առաջի բանը պետք է ծարավել, երկրորդը պետք է գնալ, քայլ անել։ Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի։ Եվ նրա ներսից կյանքի կետեր կբխեն։ Ոչ թե միայն լեզուների ծարավ ունեցիր, Հիսուսի ծարավ ունեցիր նաև։ Խնդրիր։ Գիտեք, Ղուկաս ավետարանը 11-13 համերում Հիսուսն ասում է, եթե դուք որ չար եք, լավ բաներ տալ գիտեք, որքան առավել մեր երկնավոր Հայրը, եթե Սուրբ Հոգին խնդրենք, կտա նրանց, ովքեր նրանից խնդրում են։ Երբ որ դու խնդրում ես Սուրբ Հոգուն, հիշի, որ Աստված դա տալիս է, որտեղ դա իր կամքի համաձայն աղոթք է։ Հանձնվիր նրան։ Ասա, Սուրբ Հոգի, ոչ միայն իմ լեզուն, այլ ամբողջ իմ կյանքս քոնն է։ Հավատա եւ ընդունիր։ Մի փորձիր արհեստականորեն լեզուներ ստեղծել։ Մի կրկնօրինակիր ուրիշներին, լսել եմ, որ ուրիշներն ասում են, ինչ որ ասում եմ, հետս աղոթի, դա սխալ է։ Մի ստիպիր ինքդ քեզ։ Բայց եթե աղոթքի ժամանակ, ուշադիր եղեք, բայց եթե աղոթքի ժամանակ Սուրբ Հոգին տալիս է քեզ խոսք, որը դու չես սովորել եւ մտքով չես ձևավորում, մի վախեցիր։ Բացիր ուղակի քո բերանը եւ այդ ջուրը կհոսի։ Հավատքով ուղակի արձակիր։ Գործ առաքելոց 2:4-ը նրանք սկսեցին խոսել ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Նրանք խոսեցին, Հոգին տվեց։ Պարգևի աղբյուրը Սուրբ Հոգին է։ Եվ վերջում մի փնտրիր միայն աղավնուն, փնտրիր նրան, ում վրա աղավնին իջավ։ Սիրելիս, այստեղ ամբողջ թեմայի կենտրոնն է։ Մի փնտրիր առաջին հերթին լեզուները, այլ փնտրիր լեզուներ տվողին։ Մի փնտրիր պարգևները, հրաշագործությունները, այլ փնտրիր դրանց տվողին։ Փնտրիր Հիսուսին։ Մի փնտրիր միայն զորությունը, փնտրիր Հիսուսին։ Մի փնտրիր միայն զգացողությունը, փնտրիր Հիսուսին, որովհետև Սուրբ Հոգին եկավ ոչ թե մարդկանց ուշադրությունը իր վրա կենտրոնացնելու, այլ Հիսուս Քրիստոսի փառավորելու։ Անգամ Տեր Հիսուսը մի տեղ էլ ասում է, կարծեմ Հովանու ավետարան 5:39-ը, որ քննեք բոլոր գրքերը, բոլորը իմ մասին են խոսում։ Ամբողջ Աստվածաշնչի անգամ կենտրոնը Հիսուսն է։ Եվ Պենտեկոստեի ամենամեծ հրաշքը միայն այն չէր, որ մարդիկ լեզուներով խոսեցին։ Նայենք Պետրոսին, մի քանի շաբաթ առաջ նա վախեցավ երբ 3 անգամ ուրացավ Հիսուսին, բայց Սուրբ Հոգով լցվելուց հետո նույն Պետրոսը կանգնեց հազարավոր մարդկանց առջև եւ համարձակությամբ քարոզեց Քրիստոսին։ Եվ մոտ 3000 մարդ ընդունեց խոսքը։ Ահա Սուրբ Հոգու զորությունը, գործը, վախկոտին դարձնում է վկա, թույլին զորացնում է, մեղավորին տանում է սրբության, բացում է Աստծո խոսքը, օգնում է աղոթել, պարգևներ է տալիս, պտուղ է առաջացնում եւ ամեն ինչի կենտրոնում դնում է, ուշադիր եղի, ամեն ինչ կենտրոնում դնում է ում Հիսուս Քրիստոսին, այո, ճիշտ ես, Հիսուս Քրիստոսին։ Եվ եթե այսօր ծարավ ես Աստծուն, կարող ես աղոթել։
երկնավոր Հայր, ես գալիս եմ քեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալ եմ Սուրբ Հոգու պարգևի համար։ Սուրբ Հոգի, լսրու ինձ, վերցրու իմ միտքը, իմ սիրտը, իմ բերանը, իմ աչքերը, իմ ականջները, իմ ձեռքերը, իմ ոտքերը, իմ ամբողջ կյանքը, իմ լեզուն։ Տուր ինձ զորություն Հիսուսի վկան լինելու համար։ Տուր ինձ քո պտուղը եւ այն պարգևները, որոնք դու ես կամենում։ Ես չեմ ուզում նմանվել ուրիշ մարդկանց։ Ես ուզում եմ նմանվել Հիսուս Քրիստոսին։ Եվ ինչ պարգև է դու տաս ինձ, թող այն ծառայի Քրիստոսի փառքի եւ մարդկանց շինության, որոնք սիրահարվեն ու մոտենան Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։